ընկերներ, շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու, կրկին անգամ հանդիպելուց, հետև գիտեք նաստավնիկի համար շատ կարևոր է, որ ընդունված լինի ոչ միայն իր ցանցի կողմից, այլ նաև մյուս բոլոր ցանցի լիդերների, դիրեկտորների կողմից, ու ես շատ ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում ես հասցրեցի ընկերանալ ոչ միայն Հայաստանի մեր մյուս գործընկերների հետ, այլ նաև միջազգային բոլոր ստատուսի դիրեկտորների, լիդերների հետ ընկերանալ, փորձի փոխանակում ունենալ ու այժմ ուզում եմ շատ կարճ խոսամ հաջողության բանալների մասին, այն բանալների, որոնք ինքս եմ օգտագործում իմ ցանցի զարգացման մեջ, որոնք ինձ օգնում են առաջ գնալ ու որոնք հիմնականում ձևավորում են այդ հաջողակ բիզնեսի ռազմավարությունը։ Մի հատ շատ կարևոր իմ պատկերացումներով եմ ուզում կիսվեմ, հընտրեք լիդերների, մի փորձեք բոլոր նորեկների մեջ գտնել լիդերներ, բոլոր նորեկներից ստանալ լիդերներ, անպայման հընտրեք լիդերների, օրինակ որ գծուկվան իմ նաստավնիկը, շատերը գիտեն, մեր ցանցի նաստավնիկը, հետաքրքիր մեթոդ ուներ, որպեսզի հասկանար տվյալ մարդու հետ ում որ խոսում է, ինքը լիդեր է, թե ոչ, որտեղ լիդերի հետ երբ որ շփվում ես, ներկայացնում ես իրան մարքեթինգ պլանը, մեր կամպանիան, բոլոր հնարավորությունները, լիդերը միանգամից ոգևորվում է, սկսում է հարցեր տալ, հետաքրքրվել, մարքեթինգ պլանով հետաքրքրվել ու շատ հեշտ է, երբ որ լիդերի հետ դու խոսում ես ու սկսում ես իրան հանձնարարություններ տալ, լիդերը միանգամից սկսում է դրանք կատարել։ Ամենահասարակից, օրինակ, թեկուզ նոր ես գրանցվել, առաջինը կարաս քո պատվերն անես, ծանոթանաս պրոդուկտին, կայքին, լիդերը ինչ-որ պատճառներ բան չի գա, իրական լիդերը ու կատարի այդ հանձնարարությունները կամ, օրինակ, վաղը զանգի 15 հոգու, վստահ ասում եմ, լիդերը ոչ մի արդարացում չի գտնի, ոչ մի պատճառ չի գտնի, կսկսի քո հետ այդ պրոցեսը անցնել։ Հիմա շատ կարևոր կանոն լիդերների համար։ Գրանցեք օրը, ամեն օր մինիմում 2 հոգի գործընկեր ձեր ստրուկտուրային։ Երբ որ ես նոր էի սկսել ակտիվ բիզնեսը զարգացնելը, ես չէի համբերում երբ առավոտը լույսը բացվելու եւ որ ես սկսեմ իմ այն բոլոր պլանների իրագործում, որը պլանավորել էի նախորդ օրը երեկոյան երբ որ պարկում էի քնելու։ Իմ համար մինիմում դա 5 հոգին էր։ Ես ամեն օր գոնե 5 հոգի պետք է գրանցեի։ Մի հանձնվեք, մի վախեցեք մերժումների։ Երբ որ ես նոր սկսում էի բիզնեսը զարգացնելը, իմ ամենաշատ ինձ մերժողները իմ ընկերներն էին, իմ հարազատներն էին, բարեկամներն էին եւ ընտանիքի անդամներն էին։ Ու նրանք ինձ շատ հեշտ խորհուրդ են տալիս, որ ես հաջողության չեմ հասնի, չպետք է զբաղվեմ բիզնեսով ու շատ կարևոր էր, որ այդ պահին ես հավատացի ինձ, դա ամենակարևորն է, որ հավատամ ինձ ու անպայման իմ մոտ կստացվի։ Ես իմ ցանցում էր, երևի բոլորի ցանցում են շատերը կան, ով որ ոգևորվեցին, մոտիվացվեցին, բայց իրանց ինչ-որ մի ծանոթի չեմ այդ պահին լավ խորհրդով, բարեկամական ճակերտավոր, որ քո մոտ ոչ մի բան չի ստացվի, իրանք շարունակեցին այդ բիզնեսը զարգացնել ու գործեցին այդ հնարավորությունները, որտեղ ոչ մի գաղտնիք չկա, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, պարզապես պետք է այդ գործիքներով աշխատել, շարժվել առաջ ու անպայման բոլորիդ մոտ կստացվի, որովհետև պլանավորումը հենց մեր գործի հենց հաջողված գործի կեսն է։ Ու ամեն մի հաջողված մեր գործընկեր այդ մեր ճյուղերից մեկն է, որը կզարգանա ու կդառնա մի հատ ամբողջ ծառ։ Այդ բանը չասեմ, չէ՞, ովքեր ուզում ես։ Օրինակ հիմա նորեկներին, օրինակ Աննա Անտոն Կորնելովանները մի հատ հետաքրքիր մեթոդ ունեին, այդ 90 օրվա մեթոդը, երկու բառով ներկայացնեմ, նորեկը որ գալիս էր ստրուկտուրա, առաջի 30 օրը սկսում էր աշխատել, սխալներ էր գործում, մի բան ստացվում էր, մի բան չէր ստացվում ու այդ 30 օրվա ընթացքում
ցանկություններ նույնիսկ առաջանում ամեն ինչ թողել հետ գնալ, բայց հաջորդ 30 օրվա ընթացքում իր մոտ արդեն սկսում է ինչ-որ բաներ ստացվելու, մեթոդը ամեն անգամ ճիշտ օգտագործելով արդեն հասկանում է բիզնեսի ուղղությանը։ Իսկ հաջորդ 30 օրվա ընթացքում իր մոտ արդեն նորմալ ստացվում էր ամեն ինչը, երբ որ դուպլիկացիա անընդհատ կրկնում ես նույն գործողությունները, արդեն վերջի 30 օրվա ընթացքում իրենց մեթոդով բազմաթիվ լիդերներ արդեն հասնում էին հաջողության, նաստավնիկներին ցնցրեմ օգտագործել այդ մեթոդը, այդ 90 օրվա մեթոդը, անանու Անտոն Կոնոնովաների ու փոխանցեք ձեր նորեկներին։ Իսկ մի հատ էլ այտենց իրանք բանաձև էին մտածել, որ Անտոն ու Անա Կոնոնովաները, որ ամեն լիդեր փորձի ամեն օր 1%-ով ավելի լավը դառնա, 1%-ով ավելի հաջողակ դառնա, ու իրանց մոտ Անտոնը պատմում էր, որ կար լիդեր, որ ամեն կատարող բավականին շատ մարդիկ էր գրանցում, բայց ցանցը չէր աճում, ու այդ աղջիկա լիդերի խնդիրը, որ ինքը գրանցումների հետ զուգահեռ չէր աշխատում այդ մարդկանց հետագա զարգացման չուներ աշխատանքային պլան ու հետևաբար ամեն անգամ գրանցելուց այդ մարդիկ ցանցը չէր աճում։ Իսկ երբ որ սկսեց արդեն այդ ցանցի հետ լիարժեք աշխատել, ուղղորդել այդ խորհրդատուներին, շատ կարճ ժամանակում արդեն բացել է էլիտի դիրեկտորի ստատուս ու դրա համար լիդերներին խնդրում եմ, որ պարբերաբար պետք է կազմակերպեք ուսուցումներ ձեր ցանցի համար, հստակ ուսումնական ծրագիր ունենաք, ապուչենյաներ, առաջադրանքներ, թեստեր ու այդ քայլարկար պլանավորված գործողություններով, այդ հստակ պլանավորված գործողությունները այդ հաջողության արդեն կեսն է։ Մեկ էլ շատ կարևոր մի նկատառում անեմ, ես բազմաթիվ անգամ խոսում եմ դրա մասին, երբեք մի որոշեք ուրիշների փոխարեն իրանց բիզնես պետքա թե չէ։ Ես այդ թեմայով շատ եմ խոսած, իմ ամենասիրած թեմաներից է։ Երբ որ ես սկսել էի ակտիվ բիզնեսը զարգացնելը, շատերը գիտեն, ես ինչ-որ մտեղ գնալու, որ ինձ ապակա լիդեր գործընկեր եք խնդրում էի հաջողակ մարդկանց շրջանակներում, հաջող բիզնեսմեն, հաջող գործարար, հաջող պաշտոնյա, որովհետև այդ մարդկանց հետ զրուցելով իրանք շատ ավելի հեշտ էին պատկերացնում մարքեթինգ պլանը, մեր բոլոր հնարավորությունները, մտածում էին ամբողջությամբ թվերով, իսկ մեր մոտ ինչ ենք անում հիմնականում, խնդրում ենք մարդկանց, ովքեր մեր գործընկեր, հա, մեր ապակա լիդեր, ովքեր ունեն օրինակ գումարի կարիք, լրացուցիչ, եկամտի կարիք, շատ կարևոր է անպայման փորձեք խնդրեք արդեն կայացած գործարանների։ Այդ թեմայով ես շատ եմ սիրում խոսալ, երևի էլի առանձին հանդիպում որ լինի, մեծ հաճույքով փորձեմ այդ ներկայացնել։ Իսկ ինչ մնում է այդ գործարանների ոնց պետք է հրավիրել բիզնես, բնականաբար նորեկը, որը դեռ չունի հաջողություն ու լիարժեք իր օրինակով չի կարող այդ հաջողակ մարդկանց մոտ ներկայացնի բիզնեսը, քանի որ ինքը այդ օրինակը չունի ու շատ բաներ դեռ չի պատկերացնում, շատ կարևոր է, որ այդ բանի նաստավնիկի պրեզենտացիան, նաստավնիկի ներկայացնելը ամենակարևոր կետերից է։ Ցանկացած նորեկ ոնց կարողանա ճիշտ ներկայացնի իր այն նաստավնիկին, որ հաջող հանդիպում ունենա, դրանից կախված է հենց հաջողության կեսը։ Դրա համար շատ կարևոր է, որ լիդերները սովորացնեն իրենց նորեկներին ճիշտ կարողանան պրեզենտացիա անեն իրենց նաստավնիկին։ Իսկ բնականաբար մենք պետք է բավականին շատ հաջողակ գործարարներ ներգրավենք մեր ցանցում ու սովորացնենք նորեկներին, ոնց կարողանան լիդերին իրենց պրեզենտացիա անեն։ Շատ լավ, ես ինձ կարճ ժամանակ եմ տվել։ Մնացած թեմաները ավելի մանրամասն խոսամ։ Մեր բիզնեսում բավականին շատ գործիքներ կան, ուզում եմ, որ այդ գործիքներից շատ օգտվենք ու բոլորին հաջողություն եմ մաղթում, որտեղ հաջողությունը դա ընտրություն է։ Ու ուրեմն կատարեք ձեր ընտրությունը այսօր ու քայլեք ձեր ամենավիրական նպատակների ուղղությամբ։ Շնորհակալ եմ։